16-ամյա տղան դանակահարել է 27-ամյա երիտասարդի։ Ընտրության օրը Շենգավիթի թիվ 27 դպրոցի ընտրատեղամասից փոքր-ինչ հեռու։ Մի քանի կտրած ծակած վերքերով երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, րոպեներ անց մահացել է։ Վիճաբանությունը Արտաշիսյան փողոցում է սկսվել երեկոյան ժամը 8-ին մոտ։ Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ մասնակիցներից մեկը դանակով մի քանի անգամ հարվածել է 27-ամյա երիտասարդին։ Ականատեսներից մեկը պատմեց շտապօգնությունը ուշ է հասել, տղան երկար ժամանակ արյունահոսել է։ Ենթադրյալ սպանողին 16-ամյա տղային դասավանդող ուսուցիչներն ասացին, տղան աշխատում էր, տարիքին բնորոշ վարք ուներ։ Սպանված 27-ամյա երիտասարդը նույն դպրոցի շրջանավարտ է եղել։ Այս դպրոցի շրջանավարտ է, մենք դաս չենք տվել, բայց գիտենք շատ լավ տղա է եղել էլի, խելացի։ Ուսուցիչները ճանաչում են նաև սպանվածի մորը, որը նույնպես ուսուցիչ է, մի քանի ամիս իրենց դպրոցում է աշխատել։ 2 ամիս կարծեմ մայրն է մեր մոտ աշխատել, ինչ-որ փոխարինող թե ինչ-որ տես մի բան։ Մի քանի բնակիչներ էլ ոչ ցանկացան տեսախցիկի առաջ խոսել, լսել էին, շուտով տղայի հարսանիքը պիտի լիներ։ Ընտրության օրը 8 կոտորակ 24 ընտրատեղամասում գտնվող ականատես դիտորդական առաքելությունն է ֆիքսել առաջին կադրերը և դիմել ոստիկանություն։ Մեր դիտորդներն արձանագրել են արտակարգ դեպք 8 կոտորակ 24 տեղամասի հարակից տարածքում դեպքի վերաբերյալ տեղեկությունը և նյութերը փոխանցել են իրավապահ մարմիններին։ Ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնից ու քրեական ոստիկանությունից։ Քննչական կոմիտեից հայտնեցին անչափահաս կասկածյալին ու միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերել, ձերբակալել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության և մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ 3 անձ ձերբակալվել է, այս պահին կատարվում է նախաքննություն։ Սա սպանության 20-րդ դեպքն էր այս տարվա հունվարի 1-ից ի վեր, հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Նախորդ տարի այս ժամանակահատվածում թիվը 21 էր, վերլուծությունը ցույց է տալիս սպանությունների մեծ մասը կենցաղային թեմաների կամ հանկարծակի ծագած վեճերի հետևանքն են լինում, մանրամասնում է ներքին գործերի նախարարությունը։ Սեդակ Յուրեղյան, Էրիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։